Ինչքան էլ որ տարօրինակ թվա, ինչքան էլ որ մեր այսպես կոչված ազգային գաղափարների մեջ չտեղավորվի, մենք պետքա կազմակերպենք իմիգրացիա, ներգաղթ, առանց ներգաղթի հնարավոր չի լուծել։ Կազմակերպված ներգաղթ ամես պետք կազմակերպել։ Տասնյակ հազար մարդ, տասնյակ հազարավոր մարդկանց։ Չի լինելու առանց դրա արգելի գործ եկել։ Սա Արսեն Թորոսյանն է, նույն ինքը Մահվան նախարարը, որը բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստան պետք է կազմակերպել տասնյակ հազարավոր ներգաղթյալների հոսք։ Իսկ հասարակության մոնոէթնիկ մտածողությունը պետք է փոխվի։ Հիշեցնեմ, որ նույն գաղափարի մասին ավելի վաղ խոսել էր նաև Ալեն Սիմոնյանը։ Գալու է ժամանակ, հույս ունեմ, մենք ամեն ինչ անել ենք, որ գալու է ժամանակ ու դա ինքնաբերաբար է լինելու։ Հայերը եւ ադրբեջանցիները պետք է ապրեն իրար կողմ, պետք է առևտուր անեն։ Չեմ բացառում, որ կգնան ինչ որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք, իրենց տները։ Չեմ բացառում, որ ինչ որ ադրբեջանցիներ կարող է ինչ որ ժամանակ անց գան եւ ստեղ բնակություն հաստատեն։ Այսինքն 300,000 ադրբեջանցիներ Հայաստան վերադարձի ծրագիրը ոչ միտեղ չի անվտացել։ Պարզապես ընտրություններից առաջ դրա մասին բարձրաձայնելը ձեռնտու չէ, որովհետև հասկանում են, նման օրակարգով քվե չես հավաքի։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակավորապես դադարեցրել են հակաեկեղեցական արշավը, որը նրանց վերարտադրվելու դեպքում կրկին նոր թափ է ստանալու։ Այսինքն ընտրություններին ընդառաջ փորձում են մեղմել խոսույթը, թաքցնել իրական նպատակները եւ ձևացնել, թե նման ծրագրեր գոյություն չունեն։ Բայց դուք չպետք է մոռանաք, որ նույն կերպ ձեզ խաբել են այս 8 տարիների ընթացքում։ Խոստացան խաղաղություն, ստացանք պատերազմ ու հազարավոր զոհեր։ Խոստացան անվտանգություն, ստացանք կորցրած Արցախ եւ օկուպացված Հայաստանի տարածքներ։ Խոստացան արժանապատիվ պետություն, ստացանք նվաստացում ու ազգի պառակտում։ Այս ընտրությունները պարզապես հերթական ընտրություններ չեն։ Այստեղ բառացիորեն լուծվում է Հայաստանի ապագայի եւ գոյության հարցը։ Եթե քեզ համար նորմալ է, որ վաղը մեր փողոցներում հայտնվեն պոտենցիալ Ռամիլ Սաֆարովներ, ապա կարող ես չգնալ ընտրության։ Բայց եթե ուզում ես պաշտպանել քո ընտանիքի, երեխաների եւ պետության ապագան, ապա պարտավոր ես գնալ եւ քվեարկել։